Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Վազգեն Սարգսյանը ժամանակին Մեղրիի հարցով ասել է դուք մեռոնին թույն կխառնեք։ Ասել է, երբ որ խոսք էր գնում Մեղրին ադրբեջանցիներին կամ Թուրքիային տալու մասին, գոբլի պլանով, ուշադրություն, գոբլի պլանով, որ նույն Օզալի պլաններ 92 թվականի։ 92-ին Օզալը, արդեն 98-99 թվականներին գոբլի պլան էր ամերիկյան միջնորդությամբ։ Եվ այսօր բանը հասել է նրան, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը, կարելի է ասել Վազգեն Սարգսյանի միջոցով ճանաչում եւ ունեցվածք, ինչու ոչ, եւ ունեցվածք ձեռք բերած անձը այսօր խոսում է ադրբեջանցիների ասած Զանգեզուրի միջանցքի օգտին։ Եվ ես այս հաղորդումս այդ զրույցի շուրջ պիտի տանեմ, բայց մինչ այդ ուզում եմ մի հայտարարությամբ հանդես գալ։ Հոկտեմբերի 2-ին, այսինքն 5-շաբթի օրը, առավոտվա ժամը 11-ին կառավարության դիմաց հրապարակում, Հանրապետության հրապարակ, իմ ընկերները, ովքեր մարտական ուղի են անցել եւ տարբեր պարգևներ, մեդալներ են ստացել այդ իրենց անցած ուղու համար, ակցիա են կազմակերպել, որին մասնակցելու եմ նաեւ ես, ակցիա են կազմակերպել, որով վերադարձնելու են իրենց մեդալները, շքանշանները, դրանով իրենց վերաբերմունքը հայտնելով այսօրվա կառավարությանը, ով ուրացել է բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, ինչի համար մեր ընկերները, եղբայրները, հայրերը, ոմանց զավակները պայքարել, մարտնչել են, իսկ առանձին դեպքերում տվել ամենաթանկը։ Ահա այդ արժեքների ուրացմանը որպես վերաբերմունք գնահատական հոկտեմբերի 2-ին ժամը 11-ին Հանրապետության հրապարակում կառավարության շենքի դիմաց լինելու է գնահատականի արտահայտման վերաբերմունքի արտահայտման ակցիա պատերազմին մասնակցած եւ մարտական գործողություններին մասնակցած իմ ընկերների կողմից։ Բայց այս ամեն ինչի կողքին կա նաև Արամ Սարգսյան, ով լսելով առաջի ձեռ լսելով Վազգեն Սարգսյանից, որ դուք մեռոնին թույն կխառնեք, երեք կարծեմ, թե առաջին օրը հանրային ռադիոյի եթերում, երբ նրան ասում են, որ գիտեք ինչ կա, եթե ուզում են միջին միջանցք բացեն, թող Իջևանով մտնեն, ճանապարհ անցնի Իջևանից դեպի Գյումրի, առանձին ճյուղուվել կգնա դեպի Նախիջևան, իսկական ճանապարհների ապաշրջափակում։ Եվ նա ասում է, որ այդ ասողները լավ չեն ուսումնասիրել, սխալ են ուսումնասիրել, ու սկսում է լուրջ դեմքով բաներ խոսալ, որին հիմա ես կպատասխանեմ։ Պարոն Սարգսյան կամ Արամ Սարգսյանի համակիրներ, ուշադիր լսեք, թե այդ մարդիկ ինչքան են ուսումնասիրել ու ինչ են ուսումնասիրել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է ոչ մի փաստաթղթում Զանգեզուրի միջանցք գրված չի։ Այս երկուսը ստեղ իրար հետ են, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, իրար հետ ձեռ-ձեռի գնում են։ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի պատգամները մի կողմ թողած Նիկոլ Փաշինյանի ձեռն է բռնել, նոր եղբայր է գտել։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը ասում է Զանգեզուրի միջանցք ոչ մի տեղ չի լինելու։ Եվ այսպես առաջինը հարգելիներս, ուրեմն ոչ մի փաստաթղթում, որտեղ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պիտի կապվեն Նախիջևանի հետ, ոչ մի փաստաթղթում չկա, որ դա պիտի անցնի Սյունիքով, այդ ճանապարհը կամ այդ կապը։ Ոչ ռուսական փաստաթղթում նոյեմբերի 9-ի 9-րդ կետում, ոչ էլ օգոստոսի 8-ի ամերիկյան Վաշինգտոնյան հռչակագրում։ Ոչ այնտեղ նշված չի, որ այդ ճանապարհը պարտադիր պետք է անցնի Սյունիքով։
Նման բան ասում է միայն Ալիևը։ Միայն ոչ Պուտինն է տենց բան գրե ու դեմ տվեց ստորագրելու։ Ոչ էլ Թրամփն է տենց բան գրե Ամերիկայում դեմ տվեց ստորագրելու։ Չկա նման սահմանում, նման կետ, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ճանապարհը պիտի անցնի Սյունիքով կամ Զանգեզուրով։ Նման բան գոյություն չունի։ Եվ միայն Ալիևի պահանջով Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ու իրանց հետ ձենձենի տված մի շարք քաղաքական պետական գործիչներ եւ իբրև թե փորձագետներ հանգարց էս Ալիևի ասածը իրանց համար սրբություն դարձրած պրոպագանդում են, քարոզում են, լոբինգ են անում։ Լոբինգ են անում Ալիևի պահանջը։ Տարբեր իբրև թե փաստարկներ բերելով, որոնց ես հիմա հատիկ կանդրադառնամ։ Կես ժամից ավել չի տևելու էս մեր հաղորդումը, ժողովուրդ ջան։ Ահա, եւ այսպես, մի հատ ցույց տամ ես։ Հիմա խնդրում եմ նայենք քարտեզին։ Տեսնում եք, սա Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունն է։ Այստեղ Բաքուն, Բաքվից ճանապարհը գալիս է միջև Կարս։ Սա մեր տարածաշրջանով անցնող այդ Միջին Միջանցքի ճանապարհն է։ Ուրեմն, ինչ են այսօր անում Նիկոլենք, Ալիևենք, մեկ էլ Արամ Սարգսյանենք։ Ասում են այս ճանապարհով պիտի գա անցնի։ Այստեղ Մեղրին է, Մեղրի ագարակ։ Ինչ ենք ասում մենք։ Ասում ենք, եթե ճար չունեք, ոչ մի։ Ուրեմն թող այս ճանապարհով գա անցնի։ Նամանավանդ, որ այս կանաչը, որը անցնում է Իջևանով, Վանաձորով, գալիս է Գյումրի եւ անցնում է Կարս։ Այս կանաչ ճանապարհը առնվազն 150 կիլոմետր ավելի կարճ է, քան այս կարմիրով գնացող ճանապարհը։ 150 կիլոմետր ավելի կարճ է սա կանաչը, այս սրանից։ Սա առաջին փաստարկ։ Երկրորդ փաստարկ։ Կանաչ ճանապարհը Հայաստանի Հանրապետության տարածքով անցնում է 150 կիլոմետր, 160 կիլոմետր։ Այստեղ Հայաստանի միջով չի անցնում, եզրով, Հայաստանի տարածքով, բայց եզրային, նեղուցի տրամաբանությամբ, ինչպես Սուեզի ջրանցքը Եգիպտոսի համար, երբ որ իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանվում է, բայց կորցնում է, սահմանափակվում է այդ ամենը նրանով, որ ստիպված է ինքը, օրինակ Եգիպտոսը Սուեզի ջրանցքով ստիպված է միջազգային, ստիպված է, պարտավորված է, այսինքն դա ինքը պարտավոր է անի, ոչ թե իր բարի կամքն է կամ իր ձեռնտու է ցանկություն։ Իհարկե ձեռնտու է, բայց դա պարտավորված է։ Ու այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը այդպիսի պարտավորություն Արամ Սարգսյանի հետ միասին այդպիսի պարտավորություններ է փորձում փաթաթել Հայաստանի Հանրապետության վզին։ Ու այս կանաչով 150-160 կիլոմետր անցնելու փոխարեն 45 կիլոմետր բերում են այստեղով անցկացնեն։ Այբ որ այստեղով անցնի, այստեղից արդեն պատրաստի գիծը կա դեպի Նախիջևան, գալիս է դեպի Երասխ։ Այսինքն այս բացելու դեպքում կարող են նաև ադրբեջանցիները դեպի Նախիջևան անխոչնդոտ կամ խոչնդոտված, եթե կխոսանք, ճանապարհով անցնել։ Այստեղից չեն մտնի, այստեղից կմտնեն։ Ավելի շատ այս մասերն է բնակեցված, հյուսիսային շրջանն է բնակեցված Ադրբեջանի։ Հիմա պետք է այստեղից այս ֆրանգան, այս մի անգամից կգան Նախիջևան։ Բայց նրանց ուրիշ բան է պետք եւ հաղորդավարը հանրային ռադիոյով ասում արդյոք դրանում քաղաքական, ասում ովքեր որ տենց են խոսում լավ չեն ուսումնասիրել։ Պարոն Սարգսյան, հիմա ուշադիր բռնվի մի տեղից ամուր։ Տես հիմա ոնց են ուսումնասիրել այս հարցը, այդ մասին խոսացողները։ Ու հիմա մի հատ քեզ նայի հայլու մեջ, ու մեկ էլ այս լայվի մեջ ինձ կնայես, թե ով ոնց է ուսումնասիրել այս հարցը։ Եվ այսպես 150 կիլոմետրի տարբերություն այս երկու ճանապարհների միջև, որտեղ կրկնում եմ, այս քան տեղն է թողնվում մեզ, այս քանի փոխարեն։
Սա իհարկե վճարների տարբերություն է, սա եկամուտների տարբերություն է, ավելին, եթե այսքեղ թշնամական չի բարեկամական է, ինչու է Թուրքիան այստեղ նոր երկաթգիծ կառուցում, այստեղ երկաթգիծ չկա, այսինքն Նախիջևանով կա, պատրաստի երկաթգծով կարող է գա Հայաստանի տարածքով մտնի Գյումրիով Կարս, այստեղ մենք պատրաստի երկաթգիծ ունենք Արաքսի հովտով, Արաքսի երկայնքով, բայց ոչ, թուրքերը նաև դրանից են հրաժարվում ադրբեջանցիների հետ միասին եւ տանում են առանձին երկաթգիծ են կառուցում Իգդիրով դեպի Կարս, սա Իգդիրն է, սա էլ Կարսն է։ Հիմա եթե այստեղ թշնամանք չկա, պարոն Արամ Սարգսյան, բա ինչի են, ինչի մեր գոյություն կներեք էլի, գոյություն ունեցող Արաքսի հովտով չեն տանում, այլ տանում են նոր կառուցված ճանապարհով, սա առաջին, հիմա ինչ է ասում Արամ Սարգսյանը, ասում է այդտեղ ճիշտ է, փոքր-ինչ ավելի երկար է, բայց այստեղ ավելի արագ է գնում երկաթգիծը, երկաթուղին գնացքը, այս ճանապարհով ավելի երկար է գնում, որովհետև միջին միջանցքի համար կարևոր է ավելի արագ գնալը, ու օրինակ է բերում, ասում է բախի ախալքալակով հիմա այդքան չեն գնում գալի, որովհետև լեռնային ճանապարհը, իսկ լեռնային ճանապարհով դանդաղ է գնում, ուշադիր, մինչև ախալքալակին անդրադառնալը պարոն Սարգսյան, լավ, հենց հիմա Հայաստանի տարածքով, Արաքսի հովտով, այդ արագ ճանապարհը, հնարավոր արագ ճանապարհ, Արաքսի հովտով կա, ինչի են թուրքերը ալտերնատիվ կառուցում, եթե իրենց նպատակը ոչ թե Հայաստանին շրջանցելն է, Հայաստանին հնարավորինս այս ծրագրից դուրս թողնելը չի, եթե իրանց նպատակը, այլ իրոք այդ միջին միջանցքին ձեռնտու տարբերակը, այսքան տեղը ինչի են լրացուցիչ կառուցում, եթե Հայաստանում այսքան նույն ճանապարհը Արաքսի հովտով կա։ Կարաք պատասխանեք, լեռնային է Արարատյան դաշտը, Արաքսի ափը, Հայաստանի կողմից, լեռնային ոլորաններ, թունելներ, կամուրջներ պետք է կառուցվի, ոչ, պատրաստի կառուցված կա, միգուցե թարմացնելու, հզորացնելու, բարելավելու կարիք ունի։ Ինչի չեն դրանից օգտվում, կամ դուք Նիկոլի հետ, Ալիևի հետ, այդ իրեքովդ, ինչի չեք Հայաստանում գոյություն ունեցող երկաթգիծը Երասխից դեպի Գյումրի օգտագործում, որ ընդամենը մեզ թողնում եք ու լոբինգ եք անում միայն Մեղրիի 45 կիլոմետրը։ Եթե դուք իրոք լավ եք ուսումնասիրել, մենք էլ լավ չենք ուսումնասիրել։ Այլ փաստարկ։ Ուրեմն ախալքալակով թերի բեռնված է այդ ուղին, որովհետև պարոն Սարգսյան, դուք ասում եք իբր թե լեռնային է, բայց ես ձեզ ավելի այլ բաներ ցույց տամ։ Սա Չինաստանից, էսի Աֆրիկան է, էսի Չինաստանն է, էս Ռուսաստանն է, էսի Հնդկաստան, Իրան, այստեղ Հայաստանն է։ Հիմա նայեք։ Ուրեմն Չինաստանից այս ճանապարհներն են, թունդ գծով գնում այն երկաթուղին, որը գնում է։ Գալիս է այստեղ Իրանով անցնում եւ կարա Ռուսաստանով անցնի։ Եվ կարա այստեղ Իրանով գա ճյուղավորվի։ Ուշադրություն նայեք։ Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող հիմեկվա գոյություն ունեցող երկաթուղիներով։ Եթե չօգտվի այստեղից նոր ճանապարհից, այս ախալքալակից, ահա, ուշադիր։ Այստեղ Բաքվից ախալքալակ։ Չինաստանը որտից հասնի ստե, մի հատ կասեք։ Չինական բեռները ոնց պիտի գան հասնեն Բաքու, որ ընդեղից ախալքալակ դեպի, ախալքալակով այս ճամփանա, այս ճամ, ախալքալակով դեպի Կարս գնան, այդ բեռները ոնց պիտի հասնեն Բաքու, մի հատ ինձ բացատրեք, եթե բեռները գնում են ստեղով ու ստեղով, այսինքն ուշադրություն, այսինքն, ահա, Հարգելիներս, ախալքալակով գնալու բան չկա, որովհետև ճանապարհ չկա, որ գա հասնի Բաքու առանց Իրանով կամ Ռուսաստանով անցնելու։ Պիտի ճանապարհ կառուցեն, Կասպից ծովից գնացքը դատարկեն, բեռնեն լաստանավերից բերեն դատարկեն, բեռնեն գնացքներ նոր, այսինքն Չինաստանից դեպի Եվրոպա, եթե կարելի է անընդմեջ երկաթուղով անցնել, հիմա բան պետք է փոխվի, Կասպից ծովում մի երկու
անգամ պետքա վերա բեռնաթափել եւ վերստին բեռնել գնացքները, որպեսզի ճանապարհ լինի, այլ հնար չկա։ Կամ լաստանավեր լինեն, որոնք գնացքներ պիտի Կասպից ծովի վրայով տեղափոխեն։ Ուրիշ ձև չկա։ Իսկ այսօր Կասպից ծովը այդպես շրջան, Կասպից ծովի վրայով գնացող, այդպիսի լոգիստիկա գոյություն չունի։ Ահա թե ինչու ախալքակը պարապ այդ գիծը։ Ինչպես պարապ լինելու Հայաստանով անցնող ցանկացած գիծ, եթե բլոկադա չարեցին Իրանին ու Ռուսաստանին։ Այսինքն այս միջին միջանց կոչվածը ոչ թե հարմարեցնում է։ Ծովային ուղու նկատմամբ 10 քանի օր, 15 օր էր թե ավելի կարճ է։ Բայց այդ ավելի կարճ երկաթուղիներ կան Իրանով եւ Ռուսաստանով։ Եվ հիմա մեծ ծրագիր կա Իրանին ու Ռուսաստանին սանկցիաների տակ դնել։ Արդեն սանկցիաների տակ են։ Չինաստանին էլ արգելել, որ էտեով անցնի եւ ստիպեն, որ Կասպից ծովով անցնի։ Այ երբ որ կստիպեն, երբ որ այս ամենը կլինի, Չինաստանն էլ կհամաձայնվի, Իրանն էլ սենց խեղճ կողից կնայի, Ռուսաստանն էլ ընդդետի դե որ տենց է ես ընդունում եմ ձեր ազատ որոշումը։ Այս ամենը որ կլինի, նոր միգուցե ախալքալակով բեռներ լինի տանելու կամ Հայաստանով միջին միջանցքի բեռներ լինի տանելու, որովհետև քանի Կասպից ծովը, քանի Իրանով եւ Ռուսաստանով որոշակի սահմանափակումներ կան, համաձայն եմ։ Որոշակի սահմանափակումներ կան, հիմա որ Իրանով, Ռուսաստանով չի կարելի բեռներ անցկացնել, որոշակի տիպի բեռներ։ Բայց հիմնական մասի հետ կապված այսօրվա դրությամբ Չինաստանը չի գնում այդ ճանապարհներով։ Կասպից ծովը նա չի հատի, հենց այնց։ Իսկ Կասպից ծովի վրա մի գաղտնիք բացեմ, երկաթուղի սարքել չի լինի, ոչ էլ տակով կարած երկաթուղի սարքես։ Պատկերացնում եք ինչ անհարմար բան ստացվեց։ Փաստորեն Իջևանից պրոբլեմը Իջևանով լեռնային կամ ախալքալակով լեռնային ուղին է։ Պրոբլեմը Կասպից ծովն է։ Պարոն Արամ Սարգսյան, բացեք նայեք։ Եվ տեսեք թե Կասպից ծովով եթե կարողանային անցկացնել, այսպիսի հարցեր չլինի։ Հիմա անցնենք մյուս բանին։ Այսինքն այս մարդիկ ուզում են Իրանին ու Ռուսաստանին բլոկադա անեն, Չինաստանին էլ հարկադրեն, որ Կասպից ծովի վրայով անցնի, այնուամենայնիվ։ Եվ այստեղ է իրանց Հայաստան պետք։ Բայց ինչի պետք է Վրաստանով չանցնեն, որ։ Ինչի պետք է Վրաստանով չանցնեն։ Որովհետև Վրաստանին էլ է պետք սանկցիա կիրառել կամ ցույց տալ արևմուտքը, որ Վրաստան ջան, եթե Ռուսաստանի հետ շատ լավ եղար, մենք Հայաստանի հետ կգործարկենք եւ Հայաստանով կտանենք բեռները։ Դու կմնաս խաղից դուրս։ Իսկ եթե Վրաստանը մի օր որոշեց այնուամենայնիվ մտնի խաղի մեջ ու լավացավ եվրոպացիների հետ, ինչա լինելու, այո, Հայաստանից անցնող բեռների մի մասը տանելու են Վրաստանով անցկացնել։ Ինչու՞, որովհետև միջին միջանց կոչվածը 11000 կիլոմետր է, որը ծովային ուղին կրճատում է 15 օր թե ավել անգամ, ու 6 ժամ էսկոմենկոն բան չի փոխում այդ մարդկանց համար։ 300 կիլոմետրը Վրաստանով անցնող 11000 կիլոմետր այդ միջանցքի մեջ բան չի փոխում։ Նույն ձևի Հայաստանում անցնող այդ 150 կիլոմետրը այդ 11000 կիլոմետր ճանապարհի մեջ էլի պրոպորցիայի առումով բան չի փոխում։ Բան չի են Արամ Սարգսյանը, Նիկոլը Մեկել Ալիևը սենց ջիգարով ձեռձեռի տված մեծ համոզում, որ մեղրիով անցնեն, որովհետև ստեով ընդամենը պետքա այո Թուրքիան Ադրբեջանի հետ կապել։ Նրանց գերխնդիրը դա է։ Իսկ Չինաստանից Եվրոպա 11000 կիլոմետրի մեջ վերևով կանցնես Վրաստանով, Հայաստանով թե մեղրիով, այդ էական բան չի փոխվում տեղափոխողի համար։ Այդ 11000 կիլոմետրանոց պրոյեկտը անողի համար շատ բան չի փոխվում։ Դա փոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Հայաստանի համար է փոխում 45 կիլոմետր իր տարածքով կանցնեն, թե 3-4 անգամ ավելի երկար։ Հասկացաք։ Նախիջևանը Իջևանով կգա երասխով դուրս կգա Ադրբեջանը, մեկ եւ ընդմիշտ մոռանալով այդ Զանգեզուր բառը, որպես Զանգեզուրի միջանցք։ Անընդհատ ասում են, դա միջանցք չի, դա միջանցքային տրամաբանություն չի։ Իսկ ինչի՞ չեք ասում, բայց ինչի Զանգեզուրով։ Ինչի Զանգեզուրով, այ ընկեր։ Ով ասեց, որ պիտի Զանգեզուրով այդ կապը լինի։ Որտեղ է գրած, որ պայմանագրում։ Կարող է պայմանագրեր կան, որ չեք հրապարակել, մենք տեղյակ չենք։
Իսկ ինչի է պետք օդ ու ջրի պես։ Ես այստեղ մի քանի նկարներ ձեզ ցույց տամ։ 100 տարի առաջ, եթե չեմ սխալվում, 1927 թվականին, այս քարտեզը ասեմ, էս Յուրմիա լիչնա, որ արդեն ցամաքել է Իրանի սահման, այս Թուրքիան է, Իրանն է, Նախիջևանն է, այս վերևը Հայաստանն է, այս էլ Աթաթուրքի մատ կոչվածն է։ Սենց չի եղել սահմանը։ Սահմանը Թուրքիան Նախիջևանի հետ ընդհանուր սահման չի ունեցել։ 27 թվականին այս պուճուր հողակտորի համար Թուրքիան Իրանին է տալիս այս հողակտորը, սա մի քանի անգամ ավելի մեծ է, քան թե սա։ Ուշադիր։ Այս հողակտորը տալիս է Իրանին, Թուրքիան, դիմացը վերցնում է սա, ու սահմանա ձեռք բերում Նախիջևանի հետ 100 տարի առաջ։ Հարազատներս։ Իրանց պետք է ուշադրություն։ Այս սա է իրանց պետք։ Ճանապարհ, որով կարող են Ադրբեջանի ռազմական գործողությունների եւ պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցամաքային ուղով զենք հասցնեն։ Սա իրականում կլինի փակ վագոններով, բայց երկաթուղին իր սկզբից ստեղծման օրից սկսած առաջին հերթին եղել է ստրատեգիական նշանակության օբյեկտ։ Ստրատեգիական նշանակության։ Նա իր ստեղծման առաջին օրից նախ օգտագործվել է ռազմական նպատակներով։ Թեկուզ 50 տարին մեկ հնարավոր լինի պատերազմ, երկաթուղի նախագծողները հաշվի են առնում, որ այդ 50 տարին մեկ դրա կարիքը եթե զգացվեց, ինքը պիտի պատրաստ լինի որպես ռազմական նշանակության օբյեկտ օգտագործվելու, որովհետև պայթացնես ինչ անես, հեշտ ու հանգիստ կարելի է վերանորոգել, վերականգնել։ Հասկանում եք։ Միշտ կարելի է դա գործարկել։ Ու դրա ռազմական նշանակությունը, ֆակտորը Ադրբեջանը, Թուրքիա չեն հաշվի առնում, որ չեն ուզում Իջևանից մտնեն գան Գյումրիից դուրս գան։ Իբրև քաղաքացիական, իբրև տնտեսական ծրագիր, ինչպես մեր աչքերին թոզ է փչում Արամ Սարգսյանը, Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնած։ Այս տարբերակը չեք հաշվել։ Անխոչնդոտը կարող է էսենց նեղորվա համար է գրած։ Ասում են հարց չկա, մաքսելն էլ կլինի, մաքսավորումն էլ կլինի, սահմանապանն էլ կլինի, բայց հայ չպիտի կանգնած լինի դե։ Մեկը չպիտի լինի, որ սենց վագոնի դուռը բացի տենա մեջի ինչ կա։ Իսկ ինչի է սենց օդ ու ջրի պես սենց բան պետք Ադրբեջանին։ Ես հիմա մի հատ ուրիշ քարտեզ ցույց տամ ձեզ։ Պարոն Սարգսյան։ Հա։ Էս էլի այդ Չինաստանի հետ կապն է երկաթուղիները, Ադրբեջանը ստեղ է հարազատներս։ Վերևից Ռուսաստանն է, ստեղով չի կարա։ Ում դեմ պետք է կռվի Ադրբեջանը, կամ Ռուսաստանի, կամ Իրանի, էլ ում դեմ, կամ էլ Հայաստանի։ Ուրիշում։ Կասպից ծովի հետ հո չի կռվելու, կամ Թուրքմենստանի հետ, Ղազախստանի հետ չի կռվելու։ Հիմա որտեղից զենք հասցնեն էս միլիարդավոր դոլարներով հիմա սպառազինված ու շարունակում են, Հայաստանի հետ վաղուց Հայաստանը հանձնվել է Նիկոլի Թեթև ձեռով կապիտուլյացիա է ստորագրել։ Ու հələ պետք է բան նախաստորագրել, հա։ Հիմա ու գլուխագոհ որ խաղաղություն է բերել։ Ալիևն էլ ՄԱԿ-ի ամբյոնից ասում է կապիտուլացվել են Նիկոլը վատ ազգում, ասում է խի ես տենց ասում։ Աշկը տա հանում, խի է տենց ասում։ Ու հայել ասելու է։ Քանի դու եկել ես ստե ժողովրդի վրա մեկ սրոկ ընտրվելու խաթր այսքան մուտիտ ես անում։ Հիմա տեսեք, ստեղ այս Ադրբեջանի զենք չեն կարող ոչ մի կողմից հասցնեն։ Միակ տարբերակը Հայաստանի միջով անցկացնելն է։ Հայաստանի միջով էլ ոնց անցկացնեն, եթե Հայաստանը իր հերթին կարա բլոկադա անի։ Ուրեմն պետք է լինի Զանգեզուրի միջանցք, անխոչնդոտ երթևեկությամբ։ Այդ տանգերը գնացքի վրա հիշում եք, չէ՞։ Նամանավանդ, եթե իրանց խոստացած այդ միլիարդավոր դոլարների բեռներն են գնալու, երկաթուղին երկկողմանի են սարքում, ոչ թե միակողմանի։ Բայց իրանց էդի չի պետք։ Երկաթուղին Վրաստանով էլ կարա գնա, Իրանով էլ կարա գնա, այդ հələ հարց է էլի։ Այսինքն հարց է դեռ
Արդյոք կկարանա Եվրոպան աստիճան սանկցիայի տակ դնել Իրանին ու Ռուսաստանին ու Չինաստանին պարտադրի, որ բեռները այնուամենայնիվ պիտի Կասպից ծովի վրայով անցնեն։ Բայց անկախ նրանից այդ հարցի պատասխանն ինչպիսին կրեն, այս մարդիկ նախ իրանց միջանցքը վերցնում են։ Արամ Սարգսյանին հիմա մի քանի ուրիշ թեզերի անդրադառնամ, որ ճանապարհը լեռներով ավելի ոլոր մոլոր է, չգիտեմ ինչա։ Մի րոպե։ Ուրեմն սա Մեղրիի հատվածն է, Հայաստանի մի ծայրից մյուս իրանական սահմանի։ Ես բոլոր մոլորությունն եմ ցույց տալի լեռնային։ Արամ Սարգսյանը քաջալերում է, քարոզում է, որ այս ճանապարհը ավելի լավ է։ Ուրեմն այստեղ ուղիղ գծի եւ այս բոլոր մոլորության միջև 20%-ի տարբերություն կա ճանապարհների երկարությունը։ Խնդրում եմ կարող եք ծանոթանալ, ովքեր քարտեզագրությունից բան են հասկանում։ Էս էլ Իջևանի եւ Ֆիոլետովոյի միջև տարածությունն է, որովհետեւ այդտեղ է ոլոր մոլորը, մնացածը գրեթե գետահունով ուղիղ գնում է, թեև ստեղ էլ աղստեղ գետի հունով է գնում, բայց եւ այնպես։ Նույն կերպ ստե է 20%-ի տարբերություն ուղիղ գծի եւ եղած երկաթգծի ճանապարհի միջև։ Այսինքն, պարոն Արամ Սարգսյան, տես ոնց են ուսումնասիրում։ Երկու դեպքում էլ ոլոր մոլորությունը նույնն է։ Թե կանցկացնեն Մեղրիով, թե կանցկացնեն Իջևանից Ֆիոլետովո, ամենավոլոր մոլոր հատվածն ենք չափել։ Նույնն է, 20% է կազմում ուղիղ գիծը եւ այդ ոլոր մոլոր ճանապարհը։ Մի ուրիշ ցուցանիշ, որ հաշվարկել ենք։ Այս Մեղրիով բարձրությունների ուշադրություն, բարձրությունների տատանումն է եւ ընդհանուր 2.2% կարելի է սա աստիճանի վերածել, 2.2% սենց անեմ ավելի լավ է երևում։ 2.2% թեքում կա, իհարկե գետը պիտի թեք լինի, չէ՞ որ գետը գնա։ Եվ բարձրությունների տատանումը կարող եք տեսնել, ահա։ Հիմա դնում եմ նույնը Իջևանից էլի Ֆիոլետովո բարձրությունների տարբերությունը։ Հա? Տարբերությունը տեսեք։ 3% այստեղ էլ կազմում։ Գրեթե նույնն է։ Բարձրություն թե ոլոր մոլորությունը, թե բարձրությունների տատանումը, նույնիսկ այս կողմում համեմատաբար ավելի բարվոք վիճակ է։ Տատանումների առումով։ Շեղումը այստեղ 3%-ի չափ, այնտեղ 2.2%-ի չափ։ Թեքությունը։ Պարոն Սարգսյան, տեսակ, որ գրեթե տարբերություն չկա, դեպ գետը սենց ուղիղ գծով չի գնում, գետը այս սենց է գնում։ Այնտեղ էլ է գետ հոսում, օրինակ աղստև գետը, իսկ գետը ամենահարմար ուղին է գտնում իր համար։ Ավելին ասեմ ձեզ, պարոն Սարգսյանի, Փաշինյանի եւ Ալիևի համակիրներ, Արամ Սարգսյանի, հա։ Ավելին ասեմ ձեզ, այսի ժամանակին սովետական միության ժամանակ Բաքու-Երևան երկաթգծն է, որտեղ Բաքու-Երևան ճանապարհը անցել են 20 ժամում, սա անում է միջինում 35 կմ/ժ։ Իդեպ, պարոն Սարգսյան, սա անցել են այդ ձեր կողմից շատ սիրված Նախիջևանով։ Հələ տեսնեմ ինչ կա։ Ահա։ Այդ ճանապարհը անցել է հենց Երևանից եկել են Նախիջևանով, Մեղրիով, գնացել են Բաքու։ Այսինքն այդ ձեր գովերքած Լենքորանի ճանապարհը, Լենքորանի հովտով գնացող ճանապարհը, այդ ձեր գովերքած։ Սովետական միության ժամանակ անցել են 20 ժամով, այսինքն 35 կմ/ժ արագությամբ, մոտավորապես։ Սրա պատճառն են չի, որ այդ ուղի, սա գնացքների տեսակից է կախված։ Դրա համար էլ մի ուրիշ թուղթ կա ստեղ, որում բացատրվում է, որ Время попутина поезда из Баку в Գյանջա, հեսա կասեմ ինչի ենք խոսում, Գանձակի Կիրովաբադի մասին։ Կազմում է 4-ից 6.5 ժամ։ Արագընթաց гнацкով 4 ժամ, ստե բացատրում է, հա? Скорость марки КИС может проезжать маршрут за 3 часа 40 минут։ Իսկ սովորական սովետական գնացքները գնում են 6 ժամում։
Այսինքն ստեղ հարցը գնացքի տեսակն է, ոչ թե ճանապարհը։ Նամանավանդ, որ այս ճանապարհը այսա գնում է քրի հովտով, քուր գետի հովտով, այս ճանապարհը ձեր գովերքած Ալիևի ու Նիկոլի հետ գնում է Արաքսի հովտով, երկուսն էլ գետահովիտով են գնում, երկուսում էլ դուրան ճանապարհը, հարթ ճանապարհը, գետահովիտը, եւ այստեղ է լեռնային կտոր, այստեղ է լեռնային կտոր, ավելին ասեմ, այս ճանապարհը Արաքսից շեղվում է Թուրքիայի տարածքում, ուշադրություն, այ Արաքսը ստեղից շարունակվում է վերև, իսկ իրենք մտնում են լեռների միջով են գնում, ու սա կազմում է մոտավորապես 100 կիլոմետր, 100 կիլոմետր ստե լեռնային ես գնում, 100 կիլոմետր ստեղ ես լեռնային գնում, ստե 50 կիլոմետր արդեն Շիրակի դաշտավայրում, էլի հարթ տարածություն է, այսինքն գրեթե տարբերություն չկա արագության հետ կապված, ավելին այսօր այս պահին, Միջև Կիրովաբադ գնում է գնացքը լավագույն դեպքում 90 կմ/ժ արագությամբ։ 90 կմ/ժ արագությամբ։ Մեր գնացքները հին ռուսական սովետական գնում են Թիֆլիս մոտավորապես 45 կմ/ժ արագությամբ, եթե կանգառներն ու տամոժնյան չհաշվենք, 45 կմ/ժ արագությամբ։ Ու եթե նույնիսկ, պարոն Սարգսյան, եթե նույնիսկ սա ավելի լավ ճանապարհ է, եթե նույնիսկ 150 կիլոմետր սա կարճ է, այսինքն գնում է, եթե նույնիսկ 45 գնան, իսկ ստե 90 գնան, կրկնակի ավելի շատ են գնալու, կրկնակի ավելի արագ, դա նշանակում է նույն ժամանակահատվածում են հանցնելու այս ու այս ճանապարհները, նույն ժամանակահատվածում, եթե նույնիսկ ընդունենք, որ մեր սովետական գնացքները դանդաղ են գնում, նույն ժամանակահատվածում են հասնելու։ Հասկանում եք, հեսա վերջացնում եմ, մի րոպե տեսնեմ, որ սլայդը ցույց չտվեցի, այսպիսով, Իջևանից Գյումրի երկաթգիծը միայն բացակայում է Ֆիոլետովոյից Վանաձոր, 31 կիլոմետր ընդամենը, ուղիղ գծով ավելի մոտիկ է, 31 կիլոմետր երկաթգիծ է ընդամենը պակասում, և վերջ, մնացած ամեն ինչը ընդամենը պետք է վերանորոգման մի քանի աշխատանքներ արեն տարբեր տեղերում, ու սա թողած, դուք փորձում եք մեզ համոզել, որ մեղրիով անխոչնդոտ ճանապարհը դա ավելի տնտեսապես ձեռնտու է, ժամանակով, մի բան էլ ավել է մեր մոտ, եթե օգտագործեն նույն գնացքները, ինչ որ ադրբեջանցիք են օգտագործում, եթե նույնիսկ գնացների փոփոխություն չլինի ժամանակով նույնն է, ճանապարհը ավելի կարճ է Հայաստանով, ավելի մեծ տարածք է անցնում Հայաստանով, հետևաբար կապում է Հայաստանի հյուսիսը հարավի հետ, նաև Նախիջևանը գնում, կապում է Նախիջևանը, ենթադրենք Թովուզի հետ կամ Կիրովաբադի հետ։ Այդ բոլոր հարցերը լուծվում է։ Մի տարբերություն կա, Ալիևի ներքևն է պետք, որովհետև պետք է Հայաստանից արտոնյալ ճանապարհ, ոչ թե արտատարածքային, արտոնյալ։ Ես ցույց տվեցի Աթաթուրքի մատը։ 100 տարի առաջ Նախիջևանի հետ են կապել Թուրքիան։ Շարունակում են այդ նույն ծրագիրը։ Հիմա պիտի սկսեն արտոնյալ ճանապարհ, անխոչնդոտ բառը գրած։ Հետո իրանք գիտեն ինչ կանեն։ Հետո իրենք գիտեն ոնց կխլեն։ Էլ չեմ ասում, որ սրանով դու դուրս ես գալի Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, գազային գազը թողա գազի խողովակ անցնի, ես խոսում եմ երկաթուղու մասին, գազի խողովակը ոզնից ուզում են թոտանեն, ես խոսում եմ երկաթուղու մասին, նրա մասին ինչով կարելի է նեղ օրը զենք տեղափոխել, առանց մեր վերահսկողության, առանց հայի բացել ստուգելու, մարդ չպետք է մոտենա, ինչի ասում մարդ չպետք է մոտենա, ինչի մարդ չպետք է հայի երես չպետք է տնեն, միամիտ չբացես տենաս մեջի ինչ են տանում, որովհետև 50 տարվա մեջ մի անգամ հաստատ իրանց պետք է գալու, ըտեղով զենք տեղափոխելը, 50 տարվա մեջ մի անգամ դա պետք է գալու, Ուկրաինան այսքան պատերազմ կարող է վարի, որովհետև Լեհաստանի հետ հսկայական սահմանով ինձ զենք ուզում մտցնում են, հələ պատկերացրեք այդ սահմանը չունենար, չլներ ու լիներ մեկուսացման մեջ,
Այսինքն սրանք գլուխ են գովում, թե ճանապարհները ապաշրջափակելով Հայաստանն են ապաշրջափակում, իրականում Ադրբեջանն են ապաշրջափակում, Հայաստանը ապաշրջափակված է, որովհետև Վրաստանով պիտի զենք տանի, Ռուսաստանի հետ գնալով լավանում է Վրաստանը։ Ու էլի պիտի հայերին օգտագործեն, ջիջիլ գցեն, ոնց որ ռուսներն են հայերին օգտագործում, հիմա եվրոպացիք պիտի հայերին օգտագործեն, Վրաստանին ասեն խելոք մնա, թե չէ Հայաստանով ալտերնատիվ ունենք։ Հասկանում եք։ Ռուսաստանին ասեն խելոք մնա, թե Հայաստանով ալտերնատիվ ունենք։ Հետո բարիշեն վրացիների հետ, ռուսների հետ, Մարտես Իրանի հետ, ֆրան մեր հերնանից են։ Ասեն դուք գործիք էիք Եվրոպայի ձեռին մեր դեմ սանկցիաներ, պատժամիջոցներ օգտագործելու համար։ Ձեր տարածքով գնում էին, մեզ էին չոքացնում։ Մի օր կբարիշեն իրար հետ, ոնց որ Թրամփն ու Պուտինն են ուզում բարիշեն։ Ֆրալու են մեր հերնանից են։ Ինչի է գերտերությունների այս գոտեմարտում գործիք դառնում մեկի կամ մյուսի ձեռքին։ Ռուսաստանի ձեռքին գործիք դառար, չխրատվակ։ Այստեղ եմ ասում Վազգեն Սարգսյանի խոսքերը, մեղրու հետ կապված, դուք մերոնին թույն կխառնեք։ Պարոն Արամ Սարգսյան, գոնե նրա հիշատակը վառ պահի։ Գոնե նրա հիշատակը վառ պահի։ Ինչ ասես արել է սկզբում, բայց վերջին շրջանում գոնե ուզեցել է հարց լուծի։ Գոնե չի ասե մեղրին մեզ ձեռնտու տարբերակը, գոնե չի ասե, գոնե չի հորդորե հանձնել մեղրին, գոնե այդքան արել է, դա արդեն պատմական նշանակության առարկա։ Այսքանը թերևս, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն միշտ նոր հանդիպում։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 2-ին կառավարության շենքի մոտ հրապարակում ժամը 11-ին, վաղը չեմ հուսոր 5-շաբթի օրը, պատերազմին մասնակցած, կռված եւ մեդալներ ստացած մեր եղբայրները իրենց մեդալները վերադարձնելու են կառավարությանը որպես վերաբերմունք գնահատական այն ամենին, որ նրանք ուրացել են արժեքները, ինչի համար տղերքը պայքարել են։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։